Ոնց կարա հիմք լինի։ Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու գործընթաց սկսելու որևէ հիմք չի տեսնում Ալեն Սիմոնյանը, ավելին պնդում է 2026-ին նորից վերցնելու են իշխանությունը։ Ես վստահ եմ, որ այո 50+1%-ով, իսկ 2026 թվականին մոտ կարող է նույնիսկ ավելի շատ տոկոսով։ Նույն վստահությամբ Սիմոնյանը Գյումրիի ու Փարաքարի ընտրություններից առաջ պնդում էր, թե ԿՊ-ն հաղթելու է, սակայն իշխող ուժը ջախջախիչ պարտություն կրեց ավականու ընտրություններում։ Խնդրում եմ եւ հորդորում եմ եւ խորհուրդ եմ տալիս համապետական ընտրությունները եւ տեղային ընտրությունները որևիցե ձևով չհամեմատել եւ դա որպես չափանիշ չվերցնել։ Գյումրիի ու Փարաքարի ընտրություններից հետո երկիրն ասես ապրում է ընտրական ռեժիմով, որը նոր լարվածություն է հաղորդել ներքաղաքական կյանքին։ Փաշինյանի դեմ իմպիչմենտի գործընթաց սկսել, թե սպասել հերթական ընտրությանը, որը 2026-ի հունիսին է։ Հայաստան դաշինքի դիրքորոշումը հստակ է, Փաշինյանին անվստահություն հայտնելու համար բավարար ձայներ չունի խորհրդարանական ընդդիմությունը։ Իմպիչմենտի գործը գլուխ բերելու համար պետք է 20 ՔՊԱ-կանի ձայն, որը չկա։ Եվ ուրեմն ինչու սկսել մի նախաձեռնություն, որը ի սկզբանե դատապարտված է ձախողման։ Հիմքերը այսօր արկա չեն, այդ հիմքերը եթե արկա չեն, դա նշանակում է նախորդ գնալ ձախողման եւ կարծում եմ այդ քայլերը հենց այն քայլերն են, որ հենց իրեն Նիկոլ Փաշինյանին են։ Հայաստան խմբակցության այս դիրքորոշումը շատերին առիթ է տվել հարձակվել խորհրդարանական ամենամեծ ընդդիմադիր խմբակցության վրա, թե իբր Ռոբերտ Քոչարյանի թիմը դեմ է Փաշինյանին հեռացնելուն։ Ավելի մեծ սուտ դժվար էր մտածել ընդդիմության ամենաազդեցիկ թևին սևացնելու համար։ Այս առումով միայն թիրախավորելը Հայաստան խմբակցության պատգամավորներին մեր համար անընդունելի է։ Մենք ասում ենք, որ մեր հետ շանտաժի լեզվով չի կարելի խոսել։ Իմպիչմենտի նախաձեռնությունը որպես շանտաժի միջոց օգտագործող Արթուն ենք շարժումը արդյոք հանրապետության երրորդ նախագահի ուղղորդմամբ է թիրախավորում Հայաստան դաշինքին։ Ես չեմ կարող ասել Սերժ Սարգսյանի կողմից է, թե ում կողմից է, համենայն դեպս այդ անձերը, անհատները, որոնք որ նախաձեռնել են, դրանք քաղաքական ուժ չեն ներկայացնում, բայց կարող է ընդհատակյա ներկայացնեն այլ ուժերի, ընդ որում նաև ընդդիմադիր ասպես հարթակի։ Այս պահին, երբ նախկին փորձը հուշում է, որ Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու նախաձեռնությունը հաջողությամբ չի ավարտվելու, իմպիչմենտ սկսելը ձեռնտու է հենց Փաշինյանի թիմին, նկատում են վերլուծաբանները։ Նրանք հիշեցնում են օրենքի այն կետը, ըստ որի, եթե իմպիչմենտը տապալվում է, կես տարի խորհրդարանը զրկվում է վարչապետին անվստահություն հայտնելու հնարավորությունից։ Իսկ հնարավոր է, որ իմպիչմենտի հարցը օրակարգ բերած մարդիկ ուզում են պարզապես անվտանգության լրացուցիչ բարձիկ ստեղծել Փաշինյանի իշխանության համար։ Կարնե Մանգասարյան, Նորա Շարբաթյան և Անի Ղանդիլյան, Հայլուր։